Անուշ ջան, ահա որ անհանգիստ եմ։ Երեկվանից անհասանելի են, ոչ մեկի ծնողը չի կարողացել կապնվել երեխեքի հետ։ Լավ Անուշ ջան, հենց նորություն ունենաս ինձ զանգի, լավ։ Մամ, վախեցա։ Ինչից։ Ուղղակի չէի մտածում, Որ տանն եմ։ Դե չէ։ Ես տանն եմ, Իլոնա։ Դու ուր էիր։ Մամ ասել էի, չէ, զգուշացրել էի։ Ասեցիր, որ ուշ կգամ։ Բայց որ մնալու էիր Սեդայի մոտ, ինձ տեղեկացրեցիր այդ մասին գիշերը ժամը 1-ին էնել SMS-ով։ Հա, բայց տեղեկացրեցի, չէ։ Դու էլ զանգեցիր Սեդային, համոզվեցիր, որ իր հետ եմ։ Հիմա ինչ խնդիր կա։ Իլոնա, այսպես չի կարելի։ Ինչքան քեզ պիտի ասեմ, մենք ինչքան պիտի խոսենք այս մասին։ Մամ, ամբողջ գիշեր Սեդայի հետ խոսացել եմ, հիմա քունս տանում եմ։ Կլինի թողես հանգիստ։ Իլոնա, սպասի, Սեդայի հետ խոսել ես, չէ՞ իսկ ես։ Մամ, հետո խնդրում եմ։ Իլոնա։ Մամ, խնդրեցի, չէ։ Ախպերդ չկա։ Կարենը։ Ոնց չկա։ Երեք կուրսով գնացել են Դիլիջան։ Ինքը Մանոյի ու մի քանի հոգու հետ ուշ է գնացել։ Ամբողջ կուրսը 3 վերադարձել է, իսկ իրանք չկան։ Մամ, կարող է ուրիշ տեղ են գնացել։ Շատ անհանգիստ ենք, Իլոնա։ Դու էլ գիշերը մի 2 բառ ես ասում ու անջատում ես, չես էլ բարեհաճում լսել, թե ես ինչ եմ ուզում ասեմ։ Կներես, չգիտեի, որ սենց հարց կա։ Բայց դու մի անհանգստացի, Կարենը մեծ տղա է, ինչ պիտի լինի։ Դե ինչ լինում է, հենց մեծ տղաների հետ է լինում, էլի։ Փոքրին ինչ կա, ձեռքից բռնած տանում բերում ես, մի հատ աչքերը տոլորում ես, միանգամից գաստանում է։ Մեծանում եք ու դառնում եք անկանխատեսելի վտանգավոր։ Առաջինը հենց ձեզ համար։ Մամ, Կարենը հետ կգա, մի անհանգստացի։ Իսկ հիմա խնդրում եմ, շատ հոգնած եմ, կլինի քնեմ։ Լսի, Իլոնա, դու Էդոյի հետ ապրողին ճանաչում ես, չէ՞, անունն ինչ էր։ Ինչ ես հարցնում։ Ինչի տենց մի տեսակ եղար։ Չէ, ոչ մի տեսակ չեղա, ուղղակի հարցը անսպասելի էր։ Դե ասում եմ կարող է համարն ունենաս, զանգեմ տեսնեմ գուցե ինքը Էդոյի հետ խոսել, անորություն ունի։ Չէ, մամ, ինձ որտեղից Վարդանի համարը։ Դե հա։ Երեխեք, անտառներում խոտաբույսեր աճում են, չէ՞։ Չկա մի բան, որ կօգնի։ Լիլիթ ջան, խնդրում եմ էլի քեզ, որ մի բան ուզում ես ասես, գլխիդ մեջ մի քիչ շատ ֆիլտրի հետո ասա, էլի։ Բայց խելքին մոտ բան է ասում։ Ասենք, ուրց չի աճում ստեղ։ Հա։ Սաղ տարածքով պարացետամոլ է աճում։ Սենց կարճ թփեր են, լիքն են։ Լավ է, դու լուրջ հավեսը չկա։ Այս կողմերը մուրց չի աճում։ Անջի։
Հա, ինչ կուզես։ Վերցրու։ Լավ Վիկան կորել է։ Ոչ մեկիդ հետաքրքիր չի որտեղ է, ինչ ա, ուր ա, ինչ ա անում։ Ինձ թվում է ինքը հետ է գնացել։ Գնացել է ու մեզ օգնություն կբերի։ Եթե մենակ է գնացել, արդեն վտանգավոր է։ Լավ կլինի ձեզանից մեկը իր հետևից գնա։ Չէ ոնց։ Լուրջ ես ասում։ Այդ որ ինքս տեղից ելավ գնաց ինչ որ մեկիս հարցրեց։ Եթե ուզում է գլուխ ուտի թո էլի գնա Աստված իր հետ։ Ման ո՞նց ես։ Երեխեք։ Ստեղ մնալը սխալ է։ Եկեք գնանք, ես կարամ։ Սկուր։ Բա որ ճանապարհին վատանաս։ Չէ։ Ավելի լավ է դանդաղ գնանք, բայց գնանք։ Լավ։ Բայց սրա հետ ինչ անենք։ Նասիլկա կսարքենք։ Լիլ, արի դու Մանոյի մոտ, ես ու Էդոն։ Վիկա ինչ է եղել։ Վիկա։ Վիկա ալայից նայի։ Ոնց ես կարացել փախնես։ Շոյլե մի վարքյան, այդ ինչ է հասկացել, որ տենց հարցրիր։ Խի քեզ պարզ չի ինչ հարցը։ Չէ, պարզ չի։ Երեխեք գայլեր հետևիցս ընկել, չգիտեմ ոնց, երևի հրաշքով եմ ազատվել, այս կամ չգիտեմ փոշմանեց ուղակի։ Փոշմանեց։ Բախտներս կբերի, եթե հիմա ընկերներին հավաքած չգա։ Ինչ։ Երեխեք ինչ եք խոսում։ Կատակ ես անում, չէ։ Դե շատ կուզեի որ կատակ կլներ, բայց չէ։ Հենց հիմա գնում ենք ու շուտ։ Ես կարամ։ Ոչ մեկս էլ չի կարա, հատկապես հիմա։ Բա ինչքան պետք է մնանք։ Դե պետք է հասկանալ այդ գելերը հոտառությամբ կգան Վիկայի հետևից, թե չէ։ Արա ինչ եք խոսում вообще։ Արա ինչ եք խոսում, արա ոնց որ կինոյի մեջ ելնեմ, արա։ Դու հանգստացի միա։ Արա ինչ է հանգստանա, բլինա ինչի մեջ ենք։ Երեխեք դե մի կռվեք։ Վիկա, այդ գելը քո հետևից միջև որտեղ է եկել։ Չգիտեմ, կեսից արդեն չէի նայում, ուղղակի փախնում էի, որ ազատվեի։ Հաստատ տեսել ես։ Ինչ ես խոսում։ Բա հո աչքին չի երևացել։ Կարող է աչքին է երևացել։ Դու լավ թարգ է։ Դու լավ գիտես ես ինչ եմ խոսում։ Ասում եմ տեսել եմ։ Բա ուր էիր գնացել, հա։ Ինչ էր տենց հերվացել։ Ինչ էիր ման գալիս։ Խոսանում եմ ուր էիր գնացել։ Հետո բաց թող։ Մի արա Էդո։ Սա ես իմ ինչի տակ է եղել։ Սրա աչքին երևացել է։ Դու ինչ ես խոսում։ Հա, այս սրա աննորմալ գալուցինացիաների պատճառով ես չեմ պատրաստվում մնամ ստեղ։ Էդո, ստեղ գելերը շատ են, վախտում են։
Տրամաբանական է, որ կարա գել տեսած լինի։ Արա։ Պատրամաբանական է, քան իմանալով մեզ բերել հասցնել լսել։ Ոչ մեկ մեզ չի բերեցնել, մենք ենք ուզել գանք։ Հիմա էլ ուզում եք հետ գնալ։ Չէ, ուզում եք, չէ՞ արա։ Պետք է ուրիշ ելք գտնեք։ Ինչ ելք։ Միակ ելքը այստեղից գնալն է, ուրիշ ելք չկա։ Նախ պետք է թարգենք մի հատ այս խոճապը։ Արա ասում եք, չէ։ Կարող է ինչ-որ բան են չի կերել։ Հա, ապա մենք էլ ենք էդ ասում, էլի։ Լավ, հիմա ինչ ենք անելու։ Իլոնա։ Իլոնա, քնած ես։ Չհասկացա, ես երբ է դուրս եկել։ Իլոնա, Իլոնա։ Վարդան։ 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 Իլոնա։ Ինչ ես անում։ Զանգերից չես պատասխանում։ Վարդան չես լսում։ Իլոնա, ինչ գործում ես ստեղ։ Երեք գիշեր այն ինչ եղավ դրանից հետո դու իմ զանգերին չես պատասխանում։ Ինչ ա եղել գիշերը։ Երեք թե հիմա։ Արի հիմա սկսենք։ Լսի Իլոնա, երեք գիշեր Արի ոնց։ լսի, Երեք մենք լավ ժամանակ անցկացրինք, չէ՞։ Չէ՞։ Ոչ մի բան չեղավ, չէ՞։ Դու չուզեցիր ու չեղավ, չէ՞։ Վարդան, մենք Լսի։ Ուշադիր լսի ինձ։ Մենք սրա մասին խոսացել ենք։ Շատ ենք խոսացել։ Ես քեզ ասացի, որ դու փոքր ես, որ չեմ ուզում քեզ նեղացնեմ, որ չեմ ուզում քեզ ված զգաս։ Իսկ դու ինձ ինչ ասացիր։ ասացի, որ մեծ եմ ու ամեն ինչ հասկանում եմ։ Բա հիմա ինչի համար ես լացում, հա։ Իլոնա, գիտես, երեք եթե քո փոխարեն ուրիշ աղջիկ լիներ, լուրջ, այդ մերժումը ստանալուց հետո ես վաղուց Իրանից Յան էի տվել։ Բայց դու գիտես չէ, որ ես քեզ ուրիշ ձև եմ սիրում։ Դու գիտես չէ, որ ես հարգում եմ քո որոշումը։ Գիտես չէ։ Բա հիմա ինչի համար ես լացում։ Լավ, վերջ։ Մոռացանք։
Մեծ աղջիկ ես, ինչ ես քեզ սենց պահում։ Երկու անգամ զանգի չեմ պատասխանել, պանիկայի մեջ հասել ես ստեղ, որ ինչ։ Վարդանելի բան ա եղել։ Անդրե։ Վարդան լսում ես։ Ինչ ա եղել։ Կարենը Էդոն Մանոն ու Լիլիթը Դիլիջանից հետ չեն եկել ու կուրսեցիների հետ չեն եղել։ Աուր են։ Չգիտեմ, մաման անհանգիստ է ու քո համարներ ուզում, որ իմանար Էդոյից ինչ-որ բան գիտես։ Էդոյի մասին ես մի հատ բան գիտեմ, մի հատ պարզ ճշմարտություն։ Այն որ ինքը շատ անդուր ու ապուշ գադա է։ Ու աչքիս վերխը տարել է։ Ինչ վերխ։ Սեյ, բա մամատ բան չասեց, որ ուշ ես գնացել տուն։ Մի թեթև։ Չես ասել չէ, որ ես եղել։ Ապրես։ Ուզես։ Դու գիտես։ Ես վախեցեցի քեզ հետդ բերել։ Իլան ինչ կխմես։ Ինչ։ Ասում եմ ինչ կխմես։ Չէ, մերսի, նորմալ է։ Ես սրանից մի հատ էլ, էլի։ Վար, տուն գնանք։ Ժամին նայել ես, թե դու լավ աղջիկ ես շուտ ես գնում, մենք վատն ենք որ ստեղ ենք։ Չէ, ես այդ նկատի չունեի։ Ուղղակի մամային չեմ ասել, որ ուշ ենք գնալու։ Դե լավ, զանգի մամայիդ ասա, որ ընկերուհուդ տանես կուշանաս, ես պիտի սովորացնեմ։ Ես թվում ա դեռ շատ բան ունես սովորացնելու։ Չես խոսում։ Դե դու նստել ես վախեցած տենց կողքերդ ես նայում, նես տպավորությունը ոնց որ քեզ ասել եմ պետք է գնաս դպրոց, բայց բերել ենք գլուխ։ Խմի։ Չէ։ Այսօր իրիկուն կարող է գաս։ Չէ, այսօր ավելի լավ է շուտ գնամ տուն, մաման ոչ մի բան չկասկածի։ Համ էլ տեսնեմ Կարենը երբ է գալիս։ Okay.
Ալո։ Սան։ Ինչ կա։ Ինչ կա, ոնց ես։ Այսօր երեկոն ինչ ես անում։ Հա, մենակ եմ լենլու կարող է գաս։ Okay, ծիտիկ, okay, կսպասեմ, լավ։ Ես ավել լավա գնամ։ Հա, կզանգվենք։ Որ Էդոն զանգի ինձ կգրես, հա։ Ոնց ես։ Ես իրոք գայլ եմ տեսել։ Էլի կա մոտդ։ Ինչ։ Հարասում գայլ կա հավատաս։ Քանի ստեղ ենք մի արա։ Քեզ թվում ամեն ինչ այդքան հեշտ է։ Մենք չգիտենք ինչ ենք անելու։ Չգիտենք երբ ենք դուրս գալու ստեղից, չգիտենք ինչին հավատանք, ինչին չէ։ Ես թքած ունեմ ձեր վրա։ Եթե ինձ չեք հավատում, եկեք հետս գնանք ընդեղ, եթե այդքան համարձակություն ունեք։ Եթե իրոք գայլ է եղել։ Ոնց ես փրկվել։ Կներես, որ փրկվել եմ։ Ես չէի ուզում անկեղծ։ Ուղղակի ինչքան ուժ ունեի, վազում էի։ Կարինին համոզի, որ գնանք։ Էնպես չի Կարենը չի ուզում։ Ուղղակի պետք է հասկանանք ոնց է ավելի անվտանգ։ Այստեղ անվտանգ չի։ Դու Կարինը կլսի քեզ։ Լսի, ոչ ես եմ ի վիճակի վազելու, ոչ էլ Արամը։ Ու եթե հանկարծ գայլեր լինեն։ Եթե գայլեր լինեն, մեկը չենք հասցնի վազենք։ Իսկ եթե ստեղ գազաններ կան ու գիտեն մեր մասին, այս քարանձավը մեր գերեզմանն է դառնալու, հասկանում ես։ Գնալը շանս է։ Քեզ էլ կօգնենք, կգնանք, ես էլ Կարենն էլ։ Բարամը։ Արամը մեկ չի քեզ։ Մենք մեր կյանքերը պետք է փրկենք։ Ես չեմ համաձայնվի այստեղ մարդ թողնել։ Եթե պետք է ուրեմն բոլորով կսպասենք։ Մանո։ Ինչ ես անում։ Դե այստեղ պետք է մեռնենք, ուրեմն։ Քո պլանները չգիտեմ, բայց ես չեմ պատրաստվում մեռնել։
մի կողմ գնա։ Էդ, Ինչ կա։ հեչ, Չէ, զբաղված աստեղ։ սոտե զբաղված ու քանան զբաղված։ Լելոն ընդեղ բարում ա, ես դու ում հետ էստեղ, մանոյի։ Մանան Կարենի հետ, չի։ Արա դուք ես ինչ մեռած եք։ Գնացեք ձեր գործը։ Էդ չէ։ Հա, բայց մենք երկուսս էլ շատ երկար ժամանակ այս մասին եմ չէ մտածել։ Մրսում ես։ Նորմալ է կանցնի։ Դրանից, հա։ Ասեցի կանցնի։ Ման։ Ինչ ես վեր կացել։ Այնպես ես ասում վեր կացել, ոնց որ տակ-տակ պարկած էի անկողնուս մեջ։ Ոնց ես։ Դեմքից չի երևում։ Դե համեմատած առավոտվա լավ եմ։ Կար։ Մի բան պետք է անենք։
Պետք է ամեն ինչ անենք, որ տնեցիների հետ կապնվենք։ Կար, ինչ ես ման գալիս։ Այս ծառերից որն է ամենաբարձրը։ Սպասեք մի րոպե, ուր եք գնում։ Մի րոպե, այսպես ոնց կլինի։ Իհարկե, ես ձեզ կարգը բացատրեցի ինչպես է, նրանք շահպահաս են։ 3 օր պետք է սպասենք, եթե չհայտնվեն, նոր դրանից հետո ես կարող եմ սկսեմ որոնումները։ Ախր մենք էլ ձեզ ենք բացատրում, որ տարօրինակ հանգամանքներ են։ Մեր երեխաները պետք է Խնդրում եմ ձեզ մի սկսեք նորից ամեն ինչ, ես գիտեք ամբողջ օրը ինչքան եմ պատմություններ լսում։ Լսեք, ինձ համար միևնույն է, թե դուք օրական քանի պատմություն եք լսում։ Իմ երեխան երբեք առանց զգուշացնելու ոչ միտեղ չի գնում։ Հաստատ մի բան եղել է։ Եթե կան ապացույցներ, որ նրանց առևանգել են, կամ վթարատեղի մեցել, հնարավոր է ինչ-որ սպառնալիքներ են եղել, կամ հեռախոսազանգ, որ ինչ-որ տարօրինակ ինֆորմացիա է նրանց հայտնել։ Կա տենց բան։ Չէ, նման բաներ չկան, բայց ամեն դեպքում 3 օրը շատ է, պետք չէ այդքան սպասել։ Կներեք, ոչ մի բանով չեմ կարող ձեզ օգնել։ Օրենքը դա պահանջում, պետք է 3 օր սպասենք։ Եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, անպայման ինձ հանձնեք, իսկ այսօրվա դրությամբ սպասում ենք։ Չէ, սա անհնար է։ Սենց ոնց կարա լինի։ Լավ, Անուշ ջան, հանգստացի։ Գուցե ճիշտ է ասում։ Մեկ էլ տեսակ եկան, հա։ Թող մենակ հայտնվի Լիլիթը։ Մենակ հայտնվի։ Վրաստան են գնում, հա։ Սև Վրաստան բերեմ գլխին, հələ սպասի։ Թող ինքն էլ հասնի։ Աչախ քո այդ հաստատ մի բան չի։ Շնորհակալ եմ։ Ինչ էիք խոսում Մանոյի հետ։ Ոչ մի բան։ Բայց քչփչում էիք։ Ասում էի, որ Կարենին համոզի, որ գնանք ստեղից։ Բայց ինչի շշուկով։ Որովհետև գնալու համար ինձ պետք է ստեղ թողնեն։ Այդ դու իրոք պատրաստվում ես իրան այստեղ թողնես։ Ես ասեմ ավելին, մեր բոլորի փրկության համար ես պատրաստ եմ հենց հիմա սրա կոկորտը կտրեմ։ Ինքը ուղղակի խոճապի մեջ է։ Դրա համար է տենց խոսում։ Թե չէ դա շատ լավն է։ Իսկ ինձ թվում է ինքը լավ էլ անկեղծ է։ Չէ, իհարկե։ Էդոն մարդասպանության ընդունակ չի։ Երբեք։ Գիտես, այս անտառը բացահայտում է մարդու թաքնված կողմերը։ Ինչքան երկար մնանք այս անտառում, այդքան իրար ավելի լավ ենք ճանաչելու։ Ու կարող է քեզ դուր չգա այն ամեն ինչ ինչ տնես ինգերոջդ մեջ։
Արամ, կուտես։ Հա։ Լավ էլ համով։ Գիտեմ, մենք միշտ մեզ հետ վերցնում ենք այս չիպսից։ Ոնց որ մեր խմբից մեկը լինի, միշտ մեզ հետ է։ Կար, խնդրում եմ զգուշ։ Որ կարողանայի մի քիչ էլ բարձրանայի։ Չես կար ապեր։ Դու փորձի մի հատ որ կապ լինի, տեղ էլ կլինի։ Ոնց որ թե կապ կաստե։ Հա, զանգը գնում, հա։ Ալո, կար։ Մամ։ Ալո, լսում ես։ Կարեն, ձենդ կտրտվում է, բալես, որտեղ եք, ուր եք, ալո։ Մամ, Դիլիջանում ենք անտառում, լսում ես, ալո։ Ալո, Կարեն, չեմ լսում։ Ալո։ Մամ, Դիլիջանում անտառում ենք, լսում ես, ալո։ Ալո, կար։ Ալո, մամ, լսում ես։ Ալո, կար։ Չէ, միացի։ Ես Կար զգուշ։ Հեռախոսը ինչ եղավ։ Գոհեղի որ դու հեռախոսի տորը չընկար։ Հուսանք լսելը։ Չգիտեմ, լսես թե չէ։ Դե հա գոնե հույս կունենանք։ Երեխեք,